Ամենամեծ խնդիրը, որի հետ մենք բախվում ենք հայկական ընտանիքներում, դա չկարողանալ միմյանց հետ կիսվելը և զրուցելը։ Թվում է, որ ինչ մի դժվար բան կա 11 տարվա ամուսիններ են, կարծես 11 տարվա մեջ 100 հազարավոր հարցեր իրար հետ քննարկած կլինեին ոնց է չլիներ, բայց ամենակարևոր հարցը երբեք չեն քննարկել։ Շատ հաճախ տղամարդու կողմից հնչեցրած նախադասությունը, որ վերջացրեցիր, կինը կարող է նաև իմիտացիա անել օրգազմը, սա պետք է հաշվի առնել, որ շատ կանայք չցանկանալով վիրավորել իրենց կողակցին, որովհետև տղամարդը երբ արդեն սերմնաժայթքում ունեցել է, ակտը իր համար մեծ հաշվով վերջացած է։ Հարցն էր կողակցին վերջացրեցիր, ասենք թե ասեց չէ, ինչ եք անելու։ Շարունակություն չի կարա լինի, սերմնաժայթքումը եղել է, հաջորդ էրեկցիան, հարաբերություն բան, եսիմ երբ կլինի, տարիքից, առողջական վիճակից եւ այլ հանգամանքներից կախված, դա կարող է լինել մի ժամ հետո, 3 ժամ հետո, մի օր հետո։ Դրա համար գրագետ մոտեցումը այսպիսին է, եթե նույնիսկ մենք շատ հին ժամանակների, հին ժողովուրդների այդ սեռական կյանքի առանձնահատկություններն ուսումնասիրենք, որտեղ որ իդեպ ամաչելուչի եղել այդ մասին խոսալը, ինչ է ասվում այնտեղ, ինչ վրա պետք է ուշադրություն դարձնել, որ տղամարդը մինչև սերմնաժայթքման հասնելը պետք է կարողանա կնոջը օրգազմի հասցնել։ Հասկանում եք, երբ տղամարդը եւ գործը վերջացել, էլ իմաստ չկա հարցնելը։ Եթե նույնիսկ էլ չի ասի օրգազմին, ինքը ոչինչ չի կարանի, այլ ձգել հարաբերության տևողությունը այնքան, որ կնոջ մոտ տեղի ունենա օրգազմ, այնուհետև տղամարդը ավարտի ակտը, դա ուրիշ մոտեցում է։ Տեսեք, ով է հարցնում, ընթացքում ով է հարցնում, գործն անելուց հետո են հարցնում, որ յանի արդեն ինչ։ Ընթացքից պետք է այդ ամեն ինչը ճշտել։ Դա, գիտեք, բավականին սկզբի համար գուցե ես ծանր խոսակցություն թվա, գուցե մարդը մտածի, այդ հարցը ոնց տամ, բա որ կինս ինչ պատասխանի, կինը մտածում է, տենաս ինչի է հարցնում այսքան տարի անց, կարող տարբեր բաներ դրանից բացվեն, բայց այդ խոսակցությունը պետք է։ Եթե ամուսինների մեջ չկա այդ անկեղծությունը, նույնիսկ բժիշկի աշխատանքն է այս պարագայում պատկերացրեք դժվարանում, որտեղ իրենք ամուսիններով գալիս են կոնսուլտացիայի սեքսոլոգի մոտ, բայց իմ կաբինետում ես միշտ իրենց հետ առանձին եմ զրուցում, միասին չեն մտնում ներս, ամաչում են խոսել այդ թեմայի շուրջ, ամաչելով հարց չի լուծվի սիրելիներս, հարց չի լուծվի ամաչելով, բայց արկա խնդիրները իհարկե գնալով դեպի վատն են գնալու։